Կա ռիսկ, որ այս պատերազմի հետևանքով փախստականները կգան դեպի Հայաստան, արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել փախստականներին։ Հենց այս ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ կառավարությունը անգործություն է մատնված, քանի որ Հայաստանի դարպասների մոտ շատ մեծ վտանգ է հիմա կուտակված եւ այո, ոչ միայն փախստականները, այլ փախստականների հետ կա հնարավոր պրո-ադրբեջանական էլեմենտների ներթափանցումը մեծ ռիսկ է, քանի որ դա ոչ մի ձև չի հիմա փարատվում իշխանությունների կողմից։ Կարելի է ասել, որ պետությունը կարելի է նշել, որ պետությունը անգործության է մատնված, պատկան մարմինները։ Եթե չեմ սխալվում, անվտանգության խորհրդի նիստ չի գումարվել, օրինակ պատերազմի հետ կապված Հայաստանում չի գումարվել։ Իսկ ինչպես պետք է վերահսկել այդ գործընթացը, որ ադրբեջանցիների հոսքը դեպի Հայաստան չլինի։ Ճիշտն ասած, ես անվտանգության փորձագետ չեմ, թե ինչպես, բայց մենք ունենք իշխանություն, մենք ունենք փորձագետներ, մենք ունենք պատկան մարմիններ, մենք ունենք անվտանգության ծառայություններ, որոնց պարտքն է, նպատակն է իրենց կառույցների ընդհանրապես, որպեսզի այդ ռիսկերին պատասխանեն։ Եթե մենք չենք կարողանում այդ ռիսկերին պատասխանել, ապա ինչու մենք ունենք ԱԱԾ, ինչու մենք ունենք այլ իրավական պետական պաշտպանական կառույցներ։ Իսկ ինչ վտանգ դա իրենից կարող է հետևանք ունենալ եւ արդյոք սա կատարվում է նրա համար, որպեսզի Ալիևի հայտարարությունն է, որ 300,000 ադրբեջանցիներով պետք է բնակեցնի Հայաստանը, միգուցե այս պահանջը լրացնելու համար է այդ ամենը։ Միջոց է։ Գիտեք ոնց, եթե Հայաստանը ներքուստ ուժեղ չէ, եթե Հայաստանը չունի ազգամետ պետություն եւ իշխանություն, այո, ամեն մի արտաքին վտանգ մեր թշնամին կարող է օգտագործել ի վնաս մեզ եւ խարխլել մեր պետության հիմքերը։ Դուք ասացիք առաքելական եկեղեցու դեմ արշավը նույնպես ունի ադրբեջանական թուրքական էլեմենտներ, որովհետեւ առաքելական եկեղեցին միակ ներկայումս մնացած կառույցներից է, որ պահում է ազգապահպան դեր է կատարում եւ պարզ է, որ դա խաղում է հենց մեր թշնամու կողմից այդ հարցի շահարկումը, այդ հարցակումը կառույցի դեմ։ Այսինքն, եթե դու ներսում հզոր չես, ցանկացած բացասական տար, որ Հայաստանի դարպասներից դուրս կատարվում է, դա կարող է օգտագործվել ի շահ թշնամիների։ Լինի դա փախստականների գալը, լինի դա սահմանների շուրջ թեժ իրադրությունների ստեղծումը, պրոիսլամիստական էլեմենտներ եւ այլն եւ այլն։ Եկալ արու